Խաղաղություն աստծասիրելի ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Այսօր նույնպես կպատասխանենք շատ հետաքրքիր հարց են տվել տոների մասին։ Շատ շնորհակալ եմ ձեր հոգևոր մեկնաբանության համար, Աստված օրհնի ձեզ։ Մի հարց ունեմ, այդ ինչ տոներ են՝ բաղարջակերած տոն, շաբաթների տոն և տաղավարների տոն, որ Մովսեսի պատվերով ողջակեզներ մատուցվեն։ Տոները հավատացյալի ամբողջ կյանքը տոն պետք է լինի։ Ես հենց եմ մտածում, ինչի համար, որովհետև իր կյանքը փոխվում է, մտնում է տոնախմբության կյանք, ուրախության, գոհության, ամեն ինչի կյանք։ Հիմա ձեր հարցին կպատասխանեմ, սիրելի հարց տվող, թե ինչ տոներ են բաղարջակերած շաբաթների տոնը ու տաղավարների տոնը։ Ղուկաս ավետարան 22 առաջի խոսքը։ Եվ բաղարջակերած տոնը մոտեցավ, որ Զատիկ է կոչվում։ Բաղարջակերած տոնը կոչվում է Զատիկ։ Ղուկասի մեջ ես ընդհանուր հիմք կարդամ ամեն ինչ որ հանել եմ Աստվածաշնչից, հետո ընդհանուր մեկնաբանության գանք, ընդհանուր հասկացողության գանք, թե ինչ տոներ են։ Ելից 12-րդ գլուխ, Ելից 12-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Եվ բաղարջների տոնը պահեք, որովհետև հենց նույն օրվա մեջ ձեր զորքերը Եգիպտոս երկրիցը հանեցի։ Ուրեմն ձեր սերունդների մեջ հավիճենական կանոնով այն օրը պահեք։ Բաղարջների տոնի օրը Եգիպտոսի երկրից հանեց։ Տեսեք 19-ում ասում է 7 օր ձեր տներումը խմոր չգտնվի, որովհետև խմորյալ հաց ուտող անձը Իսրայելի ժողովրդը պիտի կոչվի։ Ոչ մի խմորյալ բան պիտի չուտեք, ձեր բոլոր բնակությունների մեջ բաղարջ ուտեք։ Լեսի բաղարջի մասին։ Բաղարջը հենց Զատիկն է, որը Եգիպտոսի երկրից դուրս է հանում մեզ։ Սրա փոխաբերական խորհրդով, այսինքն Աստված դե իր լեզուն ունի։ Հոգևոր մեր կյանքի համար ասեմ, տեսանելի երևույթների օրինակներով։ Տեսեք, Եգիպտոսի երկրի մեջ Իսրայելը տանջվում էր, մենք Եգիպտոս նշանակում մարմնի հարստահարումը։ Մենք մեր մարմնի մեջ հարստահարվում էինք, ուզած չուզած մեղքի էինք եթը, մեղք էինք գործում, չարություն էինք անում։ Եվ այդ Եգիպտոսն էր մեզի տպահեց տրուկ, աշխատացնում էր մեզ իր անունի, իր բանի համար էր աշխատեցնում։ Իսկ Աստված դուրս հանեց մեզի։ Այդ տանջանքից մեր ներսի աշխարհի հանեց, բերեց Քանանը։ Խաղաղության, ուրախության, տոնախմբության երկիրը, արդարության երկիրը, որը կաթում է գրաբխը, ըստ Աստվածաշնչի։ Այսինքն մենք այդ մեղքից երբ որ ազատվեցինք, եկանք Քրիստոսին, ուրախություն, ցնծություն ա մեր մոտ, չեն տանջվում այս մեղքի համար, այն մեղքի համար, այն մեր մարմինը չի տվում մեզի, պիտի ծխես, պիտի խմես, պիտի խմես, վայելես այս կյանքը, այլ չի հարստահարում մեզ։ Մենք ամբողջապես ծառայում ենք ասուն ու կաթում մեղր բխող երկիր ենք դառնում, ուրախության, ցնծության երկիր ենք դառնում։ Իսկ բաղարջ նշանակում է բաղարջը խոտեղեն կերակուր, ոչ թթխմորով կերակուր։ Բաղարջը խոտեղեն կերակուր է, էլի նշանակը։ Տեսեք, ասում է բաղարջ ուտեք ձեր տներումը։ Բաղարջակերած հացը։ Շաբաթ օրը, սիրելի հարց տվող, նայեք, երբ որ շաբաթ է մեր մեջ հանգիստ ալնը, այսինքն Զատիկի օրը կներեք, երբ որ Եգիպտոսի երկրից դուրս ենք գալի, պետք է այդ ժամանակ բաղարջ չուտենք մենք, բաղարջ պետք է ուտենք, ուրիշ կերակուր խմորյալ կերակուր չպետք է ուտենք։ Եվ մեզ հանողը Մովսեսն է, մեր իմաստությունն է, որը մեր իմաստությունը առաջնորդվում է Աստծով։ Այսինքն Մովսեսին Աստված ինչ ասում էր, Աստված Իսրայելի ժողովրդին էր ասում։ Մեր իմաստությունն է Մովսեսը, այսինքն ջրից ծնված, մեր խոսքից ծնված իմաստությունը մեզ հանում է Եգիպտոսի երկրից, մեղքի երկրից, ստրկության երկրից։ Հիմա ասում է Զատիկա, բաղարջը, որը կոչվում էր Զատիկ, մենք կարդացինք նոր։ Զատիկի օրը, երբ որ մենք մեղքից ազատվում ենք,
տեսեք, սա նրբությունը ես ուզում եմ բոլորս էլ լավ հասկանանք, էլի մի քիչ բարձ հասկանանք այս խոսքերը, չկարդանք ու անցնենք, թե դա եղել է 5000 տարի կամ 6000 տարի առաջ կամ 4000 տարի առաջ, այ տեսնենք այսօր մեր մեջ երեք մեր մեջ, վաղը մեր մեջ, ամեն Աստվածաշունչը չունի ժամանակ, երեկասյուր հավիտյան։ Ամեն րոպե, ամեն պահ կարա կատարվի մեր մեջ, երբ որ այսօր ես մեղքի մեջ եմ, ինչ-որ մի մեղքով բռնված եմ։ Ուզում եմ այդ մեղքից դուրս գամ, իմ իմաստությունն ասեմ, Աստված ասեց, որ պետք է չանես սա։ Այսինքն իմ իմաստությունը Աստված ասեմ, որ պետք է չանես, ու այդ իմաստությունը ինձի հանում է այդ մեղքի երկրից, մեղքի վիճակից։ Եվ Աստված ասում է, երբ որ դուրս գաս, դուրս գալը զատիկա նշանակը։ Զատվես այդ մեղքից, երբ որ թթխմորով հաշ չուտես, բաղարջ ուտես, այսինքն խոտեղեն կերակուր ուտես։ Թթխմորի խորհրդապատկերն է սա է, որ տեսեք օրինակով ասեմ, էլի որ ավելի པարզ լինի, սենց բացատրել եմ մի քիչ շատ մանրամասն ու անդադ բաների հետևից որ չգնենք։ Ես ազատագրվում եմ, ենթադրենք դատից, դատելով եղբայրներին ես ապրում եի առաջ, հիմի ուզում եմ դուրս գամ այդ դատից, գիտեմ որ դատելը, բամփասելը, ատելը լավ չի, Աստված ասում է իմ իմաստության միջոցով, խոսում է իմ հետ կարդալու գրքի միջոցով, խոսում ասում որ լավ չի, դուրս արի, մի հատ այդ եղբոր, պետք է սիրես իրեն։ Եվ ես դուրս եմ գալի, դուրս գալուց Աստված ասում է բաղարջ ուտես, թթխմորյալ հանգարց, երբ որ դու սիրում ես այդ եղբորը, ատելությունից դուրս ես գալի, հանգարց թթխմոր չմնա քո մեջ։ Այսինքն եղբորդ ասում ես եղբայր ես քեզ ներում եմ, ես քեզ սիրում եմ, բայց քո ներսում թթխմոր կարա դե դրան ոնց է ներեմ, էլ ես դրա հետ չեմ շփվի։ Էսի թթխմոր ես խառնում արդեն այդ բաղարջի։ Հին թթխմորն ասա, ադամական քո մեղքի թթխմորն ասում է մի խառնա, թթխմորով հաշ չուտես։ Մեր թթխմորը պետք է լինի Քրիստոսը։ Հասկացա՞ք, չէ՞ միտքը։ Երբ որ դու անում ես մի որոշում, քո աստվածային որոշումը, թթխմոր չխառնես, երբ մտելով չանես, կասկածելով չանես, կիսատ-պռատ չանես։ Այս խորհրդապատկերն է սիրելի հաստվող, որ երբ որ անում ես, ներում ես եղբորը, ների ամբողջապես։ Այդ թթխմոր չխառնես հնից, չհիշես անցածը, ոս, այս բաներ արել դրան էլ ոնց եւ այլ, այս թթխմորի մասին է։ Թթխմոր չխառնես, բաղարջ ուտես։ Երկրորդը շաբաթների տոնը, տեսեք, Ղևտացիների 23-րդ գլուխ 2-3 խոստեմ կարդեմ։ 6 օր գործ գործվի, բայց 7-րդ օրը հանգստության շաբաթ է, սուրբ ժողով է, ոչ մի գործ պիտի չգործեք։ Եհովայի համար շաբաթ է, նա ձեր բոլոր բնակություններում է։ 6-րդ օրը, տեսեք, այս 7 փուլերն է, սիրելի քուրիս եւ եղբայրս, Աստված 6 օր աշխատեց, 7-րդ օրը մտավ հանգստի մեջ, մտավ շաբաթի մեջ։ Աստված մեր մեջ 6 օր աշխատեց։ 7-րդ օրը հանգստանում է մեր մեջ։ 6 օր աշխատեց, որ ես շատեմ այս եղբորը, այս քրոջը, այս եկեղեցուն, այս ազգին, այս մարդուն։ 6 օր աշխատանք է տանում իմ մեջ։ Այս 6-ը փուլերն են։ Առաջի օրը ես լսում եմ, որ մի հատ է։ Դա առաջի օրն է, սկիզբն է։ Երկրորդ օրը գալիս է իրավիճակ, որ պետք է ատեմ դրան, զսպում եմ ինձի չեմ ատեմ, բաց սրտով ատում եմ։ Այդ երկրորդ փուլն է։ Երրորդ փուլն է գալիս է, որ իրավիճակ, որ չատեմ, զսպում եմ ինձի, ներսնել է ուզում, բայց դրա ասում եմ բանի տեղ չտնեմ, մեկը գալի ներսա գցեմ, արա այդ էլ մարդա, որ դրան սիրես, ընկնում ես նորից, ըլնում ես, բայց ավելի քիչ ես, արդեն սկսում խոհատելությունը պակասում է այդ մարդու հանդեպ, որտեղ երրորդ, չորրորդ փուլերի մեջ ես արդեն, առաջ ես հետը։ Ու կամաց 6 օրում արդեն լրիվ հաղթահարում ես, լրիվ ներում ես իրան, արդեն սկսում ես սիրել իրան։ Երբ որ ներում ես, սիրում ես, արդեն հանգստի մեջ ես։ Երբ որ հանգստի մեջ ես, էլ իրան չես ատում, հանգիստ ես արդեն այդ ուղղությամբ։ Եվ Աստված էլ, որ քո այդ գործեր անեմ, 6 օր այդ փուլերը Աստված էր քեզ անցկացնում։ 7-րդ օրը Աստծո հանգիստը մենք մտանք, ես էլ Աստծո հանգիստը մտա։ Հիսուս Քրիստոսը նոր ուխտի մեջ ասում է. «Մինչև այսօր իմ հայրը գործում է, ես էլ եմ գործում»։ Բայց ծննդոցի մեջ ասում է 6 օր գործեց, հանգստացավ, հանգիստը արդեն իր մոտ։ Սա նշանակում է, որ այսօր էլ Աստված գործում մեր մեջ, այսօր էլ հանգստանում, վաղն էլ մի ուրիշ մեղքից ապաշխարելու համար էլի հանգստանա մեր մեջ, ու սեն շարունակվի ամեն մարդու մեջ։ Ու ամեն մարդու մեջ։
Տեսեք, եւ Ղևտացիների 23 գլուխ 42-ներ կարդամ ամենքի շինության համար։ Եվ 7 օր տաղավարներումը պիտի բնակվեք։ Իսրայելի բոլոր բնակարանները տաղավարներումը բնակվեն։ Բնակները կներեք, Իսրայելի բոլոր բնակները տաղավարներում բնակվեն։ Որպեսզի ձեր սերունդները իմանան, թե Իսրայելի որդիները Եգիպտոսի երկրիցը հանելիս տաղավարներում բնակեցին նրանց։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Եվ Մովսես Իսրայելի որդիներին պատմեց Եհովայի տոները։ Տեսեք, տաղավարներում պետքա բնակվեք։ Տաղավարներում տաղավար հասկացողությունը գիտեք որն է։ Այն որ սպորտսմենները առաջ, երկրորդ, երրորդ տեղներն են գնում, չէ, գրավում են։ Տաղավարների վրա են տեղադրում իրանց։ Առաջի տեղը բարձր տաղավարն է, երկրորդ տեղը մի քիչ ցածրը, երրորդ տեղն ավելի ցածրը։ Ասենց աստիճանների տարբերություններ կան։ Տաղավարը նշանակում է բարձր ինչ-որ մի հարթակ, սովորական ցածրավայրից բարձրադիր տեղ։ Ասում եմ, երբ որ Եգիպտոսի երկրից դուրս եկաք, ես ձեզ տաղավարներում բնակեցեցի։ Տաղավարներում բնակվել, այսինքն դու բարձրաստիճան դիրք ունեցար։ Դու ես մեղքից դուրս ես գալի, արդեն դու տաղավարում ես բնակում, դու քո ներքի աշխարհում զգում ես, որ մեղավորների հետ հավասար չես դու։ Դու շատ բաների հետ բարձր ես իրանցից։ Աստված քո հետ է, Աստված քեզ հանեց, Աստված բարձրաստիճան տեղ քեզի բնակեցնել տվեց, ու Աստված հույս տվեց, որ դու հաղթանակ տանող ես ու կհաղթես, այս սենց այս իմաստներով էլի։ Տեսեք, սիրելի քուրիս եւ եղբայրս, եւ շաբաթօրվա մասին շատ են խոսացի անցած հաղորդումների մեջ, կարակ փնտրեք ու նայեք, գտնեք շաբաթօրվա համար։ Եվ վերջապես տոների համար էլ առաջի Կորինթացիների 5-րդ գլուխ 8-րդ խոսքը կարդամ ամենքի շինության համար։ Ուստի տոն կատարեցեք ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածով է։ Իսկ խմորվածի մասին մի քիչ առաջ խոսացինք մենք։ Եթե տոն եք կատարում, տոնը մի հատ հասկացողություն է, որ ամբողջապես չէ, այս երկրում որ տոն ալնեմ, ամբողջ երկրի համար է այդ տոնը։ Ամբողջ երկիրն է ուրախանում։ Բայց կարողական մարդիկ որ տոն չեն կատարում, իրաց դուրս չի գալի այդ տոնը, օրինակի համար։ Նույնը այսօր մեր մեջ է, երբ որ ես ապաշխարում եմ, ասենք գողությունից, օրինակի համար։ Էլ չեմ գողանում։ Տոնը իմ մեջ ուրախություն է, որ ես այդ մեղքից ազատագրվեցի, բարձր դիրքում տաղավարներում եմ բնակում, բաղարջ եմ ուտեմ, ստիպում եմ ինձի բաղարջ ուտեմ, որ չտրտնջամ նորից, որ խիչ եմ գողանում։ Բայց ինչ որ պահեր մասեր կան իմ մեջ, որ ասում արա դե որ գողանայի հետեսենի մնաց գործի տեղը զավոդից գողացավ, ես ոնց ապրեմ, լավ ապրեմ, ես չեմ գողանում, մի քիչ վատ եմ ապրում, հետ մնացիսը, ասենց ասած Իրանից։ Ոսկամ ես ինչ որ բաներ կան մեր մեջ, որ տաղա այդ բաղարջից չի ուտեմ, թթխմորից է ուտեմ։ Հին թթխմորից, հին ու նոր թթխմորների մասին աստեղ խոսում Աստված։ Հին թթխմորը ոնց որ փոշմանում ես, որ հինի չես արել, թթխմորը մայթի քեզի։ Ոնց որ նորից ուզենավ վերադարձնի Եգիպտոս, նորից գողությանը վերադարձնի քեզ։ Բայց նոր թթխմորը Հիսուս Քրիստոսն է, տեսեք ինչ ասում։ Եվ ոչ էլ չարության եւ անզգամության խմորովը, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածովը։ Մաքրությունն ու ճշմարտությունը մեր մեջ չպետք է խմորվի հնով։ Ադամականը Քրիստոսին չի կարա խմորի, չպետք է խմորվի։ Դրա համար մի քիչ առաջ ասեցի, մեր թթխմորը Քրիստոսն է, սերն է, ուրախությունն է, ուրախությունով ու սերով պետք է թթխմորվեն։ Հիսուս Քրիստոսը մի առակ ասեց, երկնքի արքայություն ասեց նման է մի կնոջ, որ 3 գրիվալունի մեջ թթխմորը թաքցրեց, մի փոքր թթխմորը, ու սպասեց այնքան, որ ամբողջ այդ 3 գրիվը թթխմորվի, ով յուղում ապրելով հաց են թխեթուներով, նրանք հասկանան ինչի մասին է։ Ես տեսել եմ, էլի, որ փոքր թթխմորը պահում են այդ տաշտի մեջ ու բոլորը ուռում այդ խմորը թթխմորվում է։ Դա նմանացեց երկնքի արքայությանը։ Այսինքն մեր 3 հասկացողությունը, միտքը, շունչը ու մարմինը թաքցնում ենք մենք Աստվածային խոսքը մեր մեջ, Աստծո խոսքն է թթխմորը ստե։ Ու մեր ժամանակի ընթացքում այդ 7 փուլերի, 6 փուլերի ընթացքում բոլորը թթխմորվում է մեր մեջ։
ու Հիսուս նայեց հենց այդ երկնքի արքայությունն է, որ հավատքը պահեք ձեր մեջ, որ օրեկան կմեծանա, մինչև ամբողջապես զատիկ կկատարվի ձեր հետ, տոն կկատարվի, կթթխմորվես ամբողջապես սուրբ թթխմորով, ոչ թե հին անզգամության թթխմորով։ Անզգացության թթխմորներ սա է, որ մեկը մի բան ասում է, թան կողանանք, ես մարդը շատ հարուստ է, ես ինչ որ իրանք տունը չեն ելելու, կողանանք, լավ կապրենք, այսքան փող կլինի ամեքից, այսքան կլինի, պարքերը մեր կտանք եւ այլ։ Ու թթխմորվում ես այդ հասկացողությունով։ Այդ հասկացողությունը անզգամության հասկացողությունն է, սատանայի թթխմորն է, ասենց ասած։ Թթխմորում ես օրեկան քունը չի տանը, մտածում ես, զբաղվում ես, ոնց է դաս, ոնց գողանաս, ինչ անես, վայ այսքան փող արդեն պատկերացնում ես, քեզ գողացե բերել ես տունը, պարքերը տվել ես, լավ մեքենա ես առեք, կամ տուն ես առեք, քեզ օրինակի համար։ Այդ թթխմորը այնքան է շատանում քո հասկացողության մեջ, մինչև հասնում է գագաթնակետին դու այդ մեզ ու գողանում ես։ Թթխմորվում է ամբողջապես։ Իսկ եթե դու մեկին ատում ես, ու թթխմորում ես Քրիստոսի թթխմորովը, ու ասում ես չեմ ատի իրան, կսիրեմ իրան, չեմ գողանա։ Ինչքան էլ քո մեջ ստիպի այդ մեղքը, դու թթխմորվել ես Քրիստոսով արդեն, որ սայթակեսել, ներողություն ես խնդրում, աղոթում ես, նորից շարունակում ես քո թթխմորը Քրիստոսը քո մեջ գործում է։ Հովհաննեսն ասում է, եթե հոգուց ծնված, եթե ուզենայր մեղ գործի, չի կարա, որտեղ սերմը, թթխմորը իր մեջ է, Աստծո սերմը։ Ու գալիս է մի պահ, արդեն գողանան, չգողանան, չարություն անեն, քո հանդեպ չանեն, արդեն ամբողջապես սիրով թթխմորված ես դու։ Եվ դա կատարվում է տոն, մեծ տոնախմբություն։ Տոնը դե բացատրելու ինձ թվում է բան չկա, սալյուտ են կրակում, խմում են ոմանք, բայց այս տոնը մեր ներսի, սալյուտնա մեր ներսի գինին է Քրիստոսի է, վայելչությունն է, որ պետք է մենք խմենք ներսի աշխարհը ու վայելենք, ուրախանանք։ Սա է տոնախմբությունը։ Ես օրինակ օրեկան, երբ որ տենում եմ հարբած մարդիկ փողոցում, իմ մեջ տոն է, ցնծություն է, ես հիշում եմ, որ իրանց պես պետք է լինի, եթե շարունակեի ես այդ խմելը։ Բայց մի փառք Տիրոջը, ուրախանում եմ, տոնը գալի, գոհության աղոթներով, երգերով եմ, ես այդ տոնը կատարում իմ մեջ։ Երևի այսքան է Մելանիա, ինձ թվում է Շատ լավ բացատրեցիր, ասեցիր, Աստված շատ օրհնի։ Ձեզ շատ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Գրեք, եթե էլի հարցեր կլինեն։ Մնաք խաղաղության մեջ։ ամեն Տեր օրհնի ձեզ։ Աստված